Վլադիմիր Պուտինը զարմացել է, թե ինչպես եմ կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Ես չեմ կարողանում հավատալ, որ դուք կարգավորել եք այդ հակամարտությունը, քանի որ ես 10 տարի փորձել եմ դա անել, ասաց Պուտինը։ Իսկ ես բառացիորեն կարգավորել եմ այն մեկ օրում։ Նրանք անգամ առևտուր են անում, նշել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ավելի վաղ Սպիտակ տունը եւ Կրեմլը հաստատել էին Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարների միջև եւս մեկ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։ Կողմերն այն որակել էին կառուցողական։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագիր մշակել։ Իրանը հնարավոր է իրեն ճիշտ չի պահում։ Դա դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքների մասին, ասել է Թրամփը, հավելելով, որ արդյունքը կլինի ավելի լուրջ, քան նախորդ անգամ։ Միացյալ Նահանգների նախագահը նկատի է ունեցել հունիսի 22-ի գիշերը Իրանի եւ Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի 3 միջուկային օբյեկտի վրա Միացյալ Նահանգների հարվածները։ Նա հույս է հայտնել, որ Իրանը չի աշխատում իր միջուկային ծրագիրը վերսկսելու ուղղությամբ։ Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ երկխոսության։ ԱՄՆ նախագահի խոսքերին արձագանքել են Թեհրանից։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին նախազգուշացրել է, ագրեսիայի դեպքում Իրանը կոշտ պատասխան կտա։ Նրա խոսքով Իրանի հերթիռային եւ պաշտպանական հնարավորությունները վերահսկողության ենթակա չեն եւ թույլտվություն չեն պահանջում։ Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ եւ կոշտ պատասխանի, որը դրա կազմակերպիչները չեն կարող պատկերացնել, նշել է Շամխանին X սոցիալական ցանցում։ Թրամփն անդրադարձել է նաև Գազայի հատվածին։ Նա հայտարարել է, որ հույս ունի շատ արագ անցնել Գազայի 20 կետանոց խաղաղության ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը եւ զգուշացրել, որ Համասը թանկ կվճարի, եթե առաջիկայում չզինաթափվի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նշել է, որ Իսրայելը 100%-ով ճիշտ ուղու վրա է։ Գազայի խաղաղության ծրագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերին։ Խաղաղության ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է Գազայի հատվածում տեխնոկրատական կառավարության ստեղծում, Համասի զինաթափում եւ իսրայելական զորքերի դուրսբերում։ Դրանից հետո կսկսվի Գազայի վերակառուցումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի տարածքներից։ Այդ մասին Զելենսկին հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։ Ըստ Զելենսկու, անհնար է պարզապես դուրս գալ այդ տարածքներից։ Ոչ նախագահը, ոչ խորհրդարանը, ոչ էլ հանրաքվեն չեն կարող փոխել այն փաստը, որ դա հակասում է մեր օրենսդրությանը, նշել է նա։ Ըստ Զելենսկու, խոսքը միայն օրենքի մասին չէ։ Այդ տարածքներում ապրում է մոտ 300,000 մարդ։ Մենք չենք կարող պարզապես դուրս գալ եւ լքել նրանց։ Մեր բանակը տեղակայված է այնտեղ, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ հնարավոր փոխզիջումային կարգավորման վերաբերյալ ցանկացած որոշում կարող է կայացվել միայն քաղաքացիների անմիջական համաձայնությամբ։ Նրա խոսքով, խոսքը 20 կետից բաղկացած կոնկրետ պլանի մասին է, այլ ոչ թե ընդհանուր կամ հռչակագրային համաձայնությունների։ Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզին հրաժարական է տվել ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման եւ Թեհրանում ու այլ քաղաքներում բողոքի ակցիաների ֆոնին։ Իրանական արժույթի փոխարժեքը երկուշաբթի կազմել է $1 դիմաց 1.38 միլիոն ռիալ։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանի կարգադրությամբ կենտրոնական բանկում հրատապ նիստ է տեղի ունեցել։ Ավելի ուշ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Աբդոլ Նասեր Հեմաթին կնշանակվի Իրանի կենտրոնական բանկի նոր ղեկավար։ Դավիթ Մուրադյան, լուրեր։